Կեղտոտ ձեռքերից, թե սննդից, ներբերշիկից, թե սանիտարական անբավարար պայմաններից։ Եղվարդի մանկապարտեզում երեխաների թունավորումից արդեն 1 շաբաթ է անցել, սակայն պատճառը դեռևս հայտնի չէ։ Բաբկեն Պիպոյանի կարծիքով ավելի բարձի թողի վիճակ հնարավոր չէ պատկերացնել։ Բոլոր կառույցները փորձում են ցույց տալ, որ ինչ-որ գործ են անում, սակայն արդյունքն այդպես էլ չի երևում։ Նրա համոզմամբ սրանից 2 հետևություն կարելի է անել՝ կամ չեն ուզում, կամ էլ չեն կարողանում աշխատել։ Եթե առողջապահության նախարարությունը ծածկադմփոց չի արել, կամ Ծննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ծածկադմփոց չի արել, ասում են չեն կարող։ Ուրեմն ընդհանրապես աշխատել չգիտեն։ Եթե աշխատել չգիտեն, ուրեմն ծածկադմփոց չեն արել, ասեմ ինչու։ Եթե գնում ենք մանկապարտեզ ու էլեմենտար տրամաբանություն չունենք, որ գնանք ծնողներին կամ երեխաներին հարցնենք, երեխեք ջան, ինչ եք կերել, որ իրանք էլ մեզ ասեն նկերշիկ, եթե մենք այս հարցը չենք տվել, չենք իմացել, ապա չհայտարարելը հա ծածկադմփոց չի։ Անահիտ Բախշյանը համակարծիք է, ասում է, արդեն ոչ միայն պատճառները պետք է պարզած լինեին, այլև մեղավորները պատժված։ Եղվարդի համայնքապետն ու մանկապարտեզի տնօրենը դեռ առաջին օրը պետք է պաշտոնից հրաժարված լինեին, եթե ոչ հարկադրաբար հեռացվեին, նշում է նա։ Քանի դեռ այսպիսի վիճակ է, դա ասում է փաստում է, որ օրենսդրական լուրջ փոփոխությունների տեղ ունենք, մասնագետները շատ ավելի լավ կասեն, թե ինչ։ Մենք ընդհանուր բառերով գրում ենք, օրինակ, այդ համայնքապետի պարտականությունների մեջ գրած է մանկապարտեզների գործունեություն է կարգավորում, բայց այնտեղ չի բացված, թե դա ինչ է։ Ինքն էլ ասում է, դա իմ պարտականությունը սննդին հետևելը չի, եւ այսպիսի լիքը բացեր։ Մանկապարտեզի ճաշացանկում ներբերշիկն արգելված է, սակայն երեխաները ամեն շաբաթ ներբերշիկ են կերել, նկատում է լրագրող Անահիտ Մուշեղյանը, որը դեռ մի քանի տարի առաջ էր անդրադարձել իրենց բակում գտնվող այս մանկապարտեզի բաց թողումներին։ Ասում է, ամռանը մանկապարտեզի բակում երբեմն օջախ են վառում ու պահածո պատրաստում։ Դա ներքին ինֆորմացիա է, որը ինձ տրամադրել են մանկապարտեզի աշխատողները, ես չեմ կարող անուններ տամ, այո, ես ունեմ տեղեկատվություն, որ մանկապարտեզի աշխատողները այդտեղ պատրաստում են պահածոներ, որը իրացվում է հենց մանկապարտեզում։ Ես ասում եմ, որը տարիներ շարունակ տեսել եմ ու ինձ միշտ զարմացրել է մի փաստ, թե այս մանկապարտեզի երեխաներին ոնց մինչև հիմա մի բան չի եղել։ Հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու համար պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն արդեն այսօր, պնդում են բանախոսները։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ Դրանից բացի մանկապարտեզներում պետք է մշտական վերահսկողություն իրականացնեն ոչ միայն մասնագետները, այլև ծնողներն ու լրագրողները։ Սյուզան Չիչակյան, Հայրփի Միքայելյան, Ժամլրատվական։